Եթերում update լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես քիչ առաջ հայտնի դարձավ, որ Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալված կա։ Այս պահին Նարեկ Օհանյանին պատկանող կիսակառույց տան տարածքում իրականացվում է խուզարկություն։ Լուրը հաստատել է քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը։ Նարեկ Օհանյանը նախկին համայնքապետ ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է եւ այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։ Կեսօրին Փարաքարի մշակույթի եւ երիտասարդության տանը վերջին հրաժեշտն են տվել սպանված համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանին։ Նախորդին նույն վայրում տեղի էր ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են բազմաթիվ քաղաքական գործիչներ։ Սպանված Կարեն Աբրահամյանի հուղարկավորությունը նույնպես այսօր էր։ Հիշեցնեմ, դեպքը տեղի է ունեցել Գրիգորյանի հենց տան դիմաց գրակոծների հետևանքով եւս մեկ անձ վիրավորվել է, Արծրուն Գալստյանը, որն այսօր գիտակցության է եկել։ Մերձավանում կատարված իր միջադեպի հետ կապված է, այս պահին կա ձերբակալված անձ, պաշտոնապես առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ ավելի մանրամասն դեպքի մասին։ Ըստ էության բացի արդեն ձերբակալված անձ կա, բազմաթիվ օպերատիվ հետախուզական քննչական միջոցառումներ են իրականացրել, ընդհանուր դեպքը կապված է միջազգային հարաբերությունների հետ եւ փետրվարյան դեպքերի շարունակությունն է ըստ էության։ Շարունակենք, Կրեմլում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահի հանդիպումը։ Նախագահ Պուտինը ողջունել է վարչապետին եւ ներկաներին շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու եւ միջոցառմանը մասնակցելու համար, խոսել երկկողմ հարաբերություններից ու տարբեր ոլորտներում գործակցությունից։ Վարչապետն էլ շնորհակալություն է հայտնել համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային ֆորումին հրավիրվելու համար, խոսել ատոմային էներգիայի կարեւորության եւ Ռոսատոմ կորպորացիայի հետ սերտ գործակցության մասին։ Հիշեցնեմ, վարչապետը Մոսկվայում մասնակցել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք, ֆորումի ընթացքում այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Ռոսատոմն այժմ աշխատում է այդ ԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերությունները զարգանում են լավ։ Գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք։ Մեր վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024 թվականին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել։ Դա ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաև մյուս բոլոր ուղղություններով։ Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել։ Ամեն դեպքում շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային ֆորումին հրավիրելու համար։ Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին։ Շնորհակալություն դրանցով կիսվելու համար։ Իհարկե, ատոմային էլեկտրաէներգիայի դերը շարունակաբար աճում է, եւ ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա։ Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարեւոր է։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ աշխատում ենք ՀԱԵԿ-ի գործունեության ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու նպատակով։ Մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ եւ իհարկե այդ ընթացքում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք Ռոսատոմ կորպորացիայի հետ։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են։ Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը։ Ճիշտ է, այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-ից 2024 թվականներին։ Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է եւ իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր։ Շնորհակալություն։ Վարչապետը սեպտեմբերի 26-ից 27 աշխատանքային այցով կլինի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Facebook էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։ Խորհրդարանում այսօր թեժ էր ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ։
Օրակարգում ազգային ճգնաժամի կառավարման ձախողման հիմքերով վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծն է։ Նիստը սկսվել է 1 րոպե լռությամբ ի հիշատակ Փարաքարի ողբերգական դեպքի։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է, որ չնայած խոչընդոտներին լսումները կազմակերպվել են, 300 մարդ ցանկություն էր հայտնել մասնակցել լսումներին, գրանցվել էր, իսկ նրանցից հաստատվել է միայն 160-ի ներկայությունը։ Սա մի բան է, որ երբեք չի եղել ազգային ժողովի պատմության մեջ, ասել է նա։ Հայաստան խմբակցությունը միացել է իմպիչմենթին, Իշխան Սաղաթելյանը փոխանցել է պատգամավորների ստորագրությունները, հնչել են ելույթներ, քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց ակնկալիքներն ու տեսակետերը։ Ամեն կերպ փորձել են խոչընդոտել լսումների կազմակերպումը։ Նախ սկսենք նրանից, որ շուրջ 300 հոգի ցանկություն է արտահայտել մասնակցել լսումներին, գրանցվել էր, իսկ դրանցից հաստատվել է ընդամենը 160-ի ներկայությունը։ Բան, որը երբեք չի եղել ազգային ժողովի պատմության մեջ, միշտ լսումների ժամանակ ավելի մեծ թվով մարդկանց էին ներս թողում մասնակցելու, բայց մենք այդ խոչընդոտներին սովոր ենք։ Չասեմ էլ, որ մինչ այդ առհասարակ փորձում էին մերժել եւ չտրամադրել լսումների հնարավորությունը, բացարձակ իրականության հետ կապ չունեցող պատճառաբանություններ բռնելով։ Բայց այնուամենայնիվ մեր նպատակին մենք հասել ենք ու վստահ եմ, որ կունենանք արդյունավետ աշխատանք։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, էականորեն շեղվելով իր իսկ ներկայացած եւ խորհրդանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին, հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման ապարատի բոլոր մակարդակներում։ Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ ունեցել ազգային անվտանգության, պետության ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական եւ ազգային կյանքի բոլոր ոլորտներում, լրջագույն խնդիրներ առաջացնելով Հայաստանի Հանրապետության համար, վտանգի տակ դնելով նաեւ մեր երկրի ապագան։ Առաջին, ազգային անվտանգություն, ռազմավարության ձախողում եւ կապիտուլյացիա։ Ազգային անվտանգության համակարգը հիմնովին խարխլվել է, իցույց դնելով գործող իշխանության անպատասխանատվությունը, անկարողությունը, կեղծավորությունն ու հրաժարումը ՀՀ կառավարության ծրագրով եւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, արժեքներից, կանոններից, ինչը հանգեցրել է ծանրագույն հետևանքների ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության ապահովման ռազմական սպառնալիքների զսպման եւ չեզոքացման գործում։ Արդյոք չեք կարծում, որ մեր ժողովրդին ավելի հստակ հիմնավորելու համար անհրաժեշտ է այս հայտարարությանը գցել կոնկրետ այն փաստերը, որոնք որ իրականացվել են այս 7 տարվա ընթացքում եւ ոչ թե միայն վերացական ուղղակի դա նշվի, այլ կոնկրետ տեղեկանք լինի, միգուցե, չգիտեմ, դա անունի ինչ կդնեք, բայց ամեն դեպքում այս փաստաթղթին պետք է ինչ որ մի բան հավելված լինի, որովհետեւ բոլոր այդ գնահատականները միգուցե մեզ համար հասկանալի են, բայց սովորական քաղաքացին ուզում է ավելի համոզիչ փաստեր ունենալ, դրա համար միգուցե այդպիսի մոտեցումը ճիշտ լինի։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում, երբ որ մենք հանդիպումներ էինք կազմակերպում քաղաքական դաշտի տարբեր դերակատարների ուժերի հետ, այդ թվում նաև ձեզ հետ ենք հանդիպել, նպատ եւ ներկայացրել ենք նախագիծը, նաև այդ փուլում մենք ենթադրել ենք, որ կարող են լինել հնարավոր փոփոխություններ, բայց քանի որ նախնական փուլում այս process-ը սկսելու եւ նաև լսումների այս կետին հասնելու համար անհրաժեշտ էր կոնկրետ ընթացակարգով անցնել խորհրդարանի, բնականաբար մենք եղած փաստաթղթով արդեն իսկ մուտք ենք արել խորհրդարան, որպեսզի հնարավորություն ստանանք լսումների անցկացման հետ կապված։ Ինչ ակնկալիքներ ունենք անցումային կառավարությունից ու անցումային կառավարության վարչապետից։ Դրանք առանձնապես շատ չեն, հատկապես որ անցումային կառավարությունը կառավարելու է մի քանի ամիս մինչև հերթական ընտրությունները, այսինքն դրանք օբյեկտիվորեն չեն կարող շատ լինել։ Դրանք ավելի կոնկրետ ընդամենը 3-ն են։ Առաջին, պետության կործանման կանխում։ Անցումային կառավարությունը գոյություն է ունենալու 5-6 ամիս մինչև
հերթական ընտրությունները։ Հետևաբար, բացի վտանգավոր գործընթացների արգելակումից, կանխումից, որևէ ուրիշ գործընթաց չի հասցնելու իրականացնել։ Նիկոլ Փաշինյանի կառավարման վնասների իրական գնահատումը եւ պետականության վերականգնման աշխատանքները այսպես թե այնպես մնալու են հետագայում արդեն ընտրություններից հետո կազմավորված հիմնական կառավարության ուսերին։ Երկրորդը՝ հանրային հաշտության օրակարգի ձևավորում։ Ըստ իս, սա իմ պատկերացումն է, դրա կարող է տարբերվել մյուս շատերի պատկերացումներից եւ ըստ էության այդ լսումները հենց դրա մասին են, որպեսզի վերհանենք մեր պատկերացումները եւ ընտրենք առավելագույն լավը դրանից։ Բայց ըստ իս պետք է ստեղծել հանրային հաշտության կոմիտե կամ ինչ-որ մի մարմին, որը տարանջատելով դավաճանության մեջ յուրաքանչյուր պաշտոնատար անձի մասնակցության չափը, մոտիվացիան, շահագրգռվածության աստիճանը եւ այլ տարբեր գործոններ հնարավորություն կստեղծի հանրության մեջ արմատախիլ անել այս խմբի կողմից, իշխող խմբի կողմից միտումնավոր սերմանված ատելությունը, միմյանց նկատմամբ անվստահությունը։ Երրորդ՝ հերթական ընտրությունների բարոյահոգեբանական, քաղաքական նախապատրաստությունը եւ արդար ընտրությունների անցկացումը։ Արցախի ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից չի ընդունվում որպես հավաքական միավոր, որպես ժողովուրդ, նույնիսկ անհատական առումով մարդիկ, որոնք իրավունք ունեն վերադարձի իրենց հայրենի տուն, իրենց հողեր, իրենց գերեզմաններ։ Եվ սա հստակ իշխանությունները ներկայացնում են որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Այն դեպքում, որ Հայաստանի Հանրապետությունը ներպետական օրենսդրությամբ, միջազգային դատական ակտերով, նույնիսկ գործող իշխանությունների գործող կառավարության, գործող ծրագրով հստակորեն պարտավորություն են ստանձնել Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքների համար։ Էլ չասեմ ինքնորոշման իրավունք, էլ չասեմ Հադրութի, Շուշիի դեօկուպացիա կամ Արցախի Հանրապետության ճանաչում հանուն փրկության կոնցեպտի հիման վրա եւ այլն, գոնե վերադարձի իրավունք, գոնե անհատական մակարդակով նրանք շղթում են։ Իրենց գնալուց հետո լիքը գործ կա անելու։ Եվ այո, ճիշտ էին այն ելույթ ունեցողները, որոնք բարձրացնում էին ոչ միայն Հայաստան առանց Նիկոլի, այլ Հայաստան Նիկոլից հետո խնդրի մասին։ Հայտարարության հեղինակները մի շարք ճանապարհային քարտեզի տարեր ներկայացել են իրենց հայտարարության մեջ։ Իհարկե դա բավարար չէ, եւ ուզում եմ այս մարդկանց հեղինակներին, իմ ընկերներին, պատիվ ունեմ խմբակցության արդեն շնորհավորել այս լսումների հաջողության հետ կապված։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն է խոսել ակնկալիքների մասին, նաև ներկայացնել ինչ ունեինք իրենց օրոք եւ ինչ ենք կորցրել։ Իշխան Սաղաթելյանն էլ մեկնաբանել է գործընթացը, նշել, որ իմպիչմենթին միացել էին դեռ 4 ամիս առաջ։ Ես 7 տարի առաջ եմ եղել այս շենքում, երբ որ այս շենքից գնում էի, մենք ունեինք երկու հայկական հանրապետություն, Արցախ ունեինք, Արցախում ապրում էր շուրջ 150,000 հայություն, Արցախը չէր ենթարկվել էթնիկ զտման, Հայաստանի 240 քառակուսի կիլոմետրը օկուպացված չէր Ադրբեջանի կողմից, կառավարությունն էլ եկեղեցու դեմ դուրս չէր գալիս, Արարատից չէր հրաժարվում, ցեղասպանության միջազգային ճանաչումից էլ չէր հրաժարվում։ Մենք տվել էինք, ասել էինք, որ միանում են գործընթացին, 4 ամիս գործընթաց առաջ չի գնացել, մեր ընկերները, գործընկերները պատճառը բանել են, որ առաջ չի գնում, որովհետև մեր ձևաթղթի տակ ստորագրված չի։ Այսինքն այն հայտարարությունը, որ արել ենք, միանում ենք, դա բավարար չի գործընթաց առաջ տանելու համար։ Ու վստահեցրել են, որ կան ՀՊԱ-ական պատգամավորներ, որոնք չեն միանում այն պատճառով, քանի որ մեր ստորագրությունները դրված չեն այդ ձևաթղթի տակ։ Մենք փոխանցել ենք մեր ստորագրությունը մեր գործընկերներին, ասել են կցեք ձեր ձևաթղթին։ Եթե անհրաժեշտ է, նույնիսկ տեխնիկական լրացուցիչ խնդիր կա, կստորագրենք այն ձևաթղթի տակ կամ կփոխադրենք այդ ստորագրությունները այն ձևաթղթի տակ, որը իրենք առաջարկել։
Այնինչ տեղի է ունեցել կատեգորիկ վատ բան է, դա մի դուռ է, որը բացել եւ նույնիսկ այդ դրանը մոտենալ չէր կարելի։ Ազգային ժողովի նախագահն է հայտարարել անդրադառնալով Փարաքարի համայնքապետի սպանությանը։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ իրավապահները պետք է հետեւություն անեն, դա խնդիր է։ Անդրադառնալով պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած լսումներին, Սիմոնյանը նշել է, որ ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, ինչը կրկնել էր փողոցում վերջին 4-5 տարվա ընթացքում։ Կարող են եւս մեկ անգամ ազգային ժողովի դահլիճում կրկնել։ Արտահերթ ընտրությունների կարիք չեն տեսնում, առաջին անգամ են այսօր լսել բանախոսներից, որ իրենք առաջարկում են ընտրություններ։ Նախ եւ առաջ աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեղ իրողությունները փոփոխական են։ Միայն նախ մի հատ կարծիքի մասին խոսեմ, էլի չեմ խոսում փաստաթղթի մասին, չեմ խոսում սկզբունքների մասին։ Նախ բոլորին եմ ասում, միայն հիմար մարդը իր կարծիքը չի փոխում, երբ որ իրողությունները փոխվում են։ Միայն հիմար մարդը մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից 2023, 2022, 2021 թվականի ռազմական այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն ունենում է, թե չի ունենում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է խոսել իր եւ պատգամավոր Գեգամ Նազարյանի նախագծի մասին, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես հիշատակի եւ խոնարհու մի օր։ Ըստ նախագծի այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն ինչպես միշտ կնշենք եւ կտոնենք բանակի օրը, որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ գրել է նա։ Գաղափարը հետեւյալն է, որ ունենանք հատուկ օր, երբ որ կհիշատակենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված անձանց եւ կխոնարհվենք հանուն հայրենիքի զոհված զինվորների առաջ։ Այդպիսի օր մեկ կոնկրետ օր մենք չունենք մեր տոնացույցի մեջ, տոների եւ հիշատակի եւ տոների օրացույցի մեջ չկա այդպիսի օր եւ կարծում ենք նման անհրաժեշտություն կա սահմանելու։ Ձեր նշած ամսաթվերը կոնկրետ պատերազմների, այսինքն նշեցիք սեպտեմբերի 27, դա կոնկրետ 44-օրյա պատերազմի սկզբի օրն է։ Այլ մարդիկ կարող են նշել, ասենք, ապրիլի 2-ը քառորյայի սկիզբը, այլ մարդիկ կարող են նոյեմբերի 9-ը նշել որպես ավարտի օր։ Միտքը հետեւյալն է, ես եւ մենք ուզում ենք ընտրել օր, որը նախ որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ կապ չունենա, որովհետև խոսքը բոլոր ռազմական գործողությունների ընթացքում զոհված հանուն հայրենիքի զոհված մեր հայրենակիցների մասին է եւ նաեւ կապ կա հունվարի 28-ի հետ այն իմաստով, որ միտքը հետեւյալն է, որ հունվարի 27-ին հիշենք եւ հարգանքի տուր մատուցենք եւ խոնարհվենք զոհերի առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն տոնենք բանակի օրը, որովհետեւ մի այսպիսի կոնտեքստ էլ կա, հունվարի 28-ը մասամբ վերածվել էր նաեւ հիշատակի օրվա, այնինչ ինքը առաջին պետքա տոն լինի եւ 27-ին հիշատակ կհարգենք, 28-ին կտոնենք։ Ռուբեն Ռուբինյանը խոսել է նաև բանակցությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին, նշել թե ինչի մասին են եղել մադրիդյան սկզբունքների վրա հիմնված բոլոր փաստաթղթերը։ 2019 թվականի փաստաթուղթը նախ սկսվում է հետևյալով. Ադրբեջանի Հանրապետության նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախագահը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը չէր Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանն էր, բայց Արմեն Սարգսյանն էլ երբեք չի բանակցել։ Դա կապում ես հրապարակելու մասին չեմ խոսում, ես բովանդակությունն եմ ասում։ Սա ինքնին վկայում է այն մասին, որ այդ փաստաթղթերը եղել են Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին բանակցային իրավիճակի ամփոփումը։ Ինչի մասին են եղել բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնված են եղել մադրիդյան սկզբունքների հիման վրա, որ հանձնվում են 5 կամ 5+2 կամ 7 շրջանները Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ ուրիշ ոչ մի բան։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անդրադարձ չի լինում, իսկ իրականում մադրիդյան սկզբունքներից բխում են, որ դրանից հետո ակնհայտ է կարգավիճակի հետ ինչ է լինելու, Ադրբեջանի կազում է լինելու։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է, խնդրում եմ իդեպ կհարցնեք։ Մեկնաբանություն, եթե դուք հղում եք անում Լևոն Տեր-Պետրոսյանին, դա է իր մեկնաբանությունը ու այդ առումով ճիշտ մեկնաբանություն։
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Աշակյանն էլ խոսել է Փարաքարի սպանված համայնքապետի հուղարկավորությանը մասնակցելու մասին, նշել, որ սպանվածի հայրն իր հոր հետ մտերիմ էր, իր համար սա նաև անձնական հարց էր, հույս է հայտնել, որ մեղավորը կբացահայտվի։ Աշակյանը նաև անդրադարձել է իր անձի մասին խոսակցություններին։ Իմ հոր եղբոր դասարանցին էր, իմ հայրիկի հետ մտերիմներ էին, իրար հետ աշխատել են երկար տարիներ եւ ինձ համար սա նաեւ անձնական հարց էր, չնայած ես երբեք չեմ ճանաչել պարոն Գրիգորյանին, բայց սա նաեւ ուզում իգիտություն ձեզ իմանաք եւ քանի որ բազմաթիվ հարցեր են հնչել, ուզում եմ միանգամից ասել, որ այն բոլոր գնահատականների եւ քաղաքական աստառներ տալու փորձերը ես կարծում եմ, որ ոչ միայն կոռեկտ չեն, այլ նաև իմ պատկերացրած բարոյական շրջանակներում չեն տեղավորվում եւ այսքանով կուզենամ, որ այդ թեման ամփոփենք եւ սպասենք, որ իրավապահ մարմինները իրենց գործը արագ եւ բարձր որակով կատարեն, մեր բոլորի սպասելիքները դրանք են։ Մի շարք էս վերջին օրերին հոդվածներ են տպվել տարբեր թերթերի, Հրապարակ, News.am, Կավաճը մտաբերեմ էլ իմ անձի հետ կապված տարբեր բամբասանքներ եւ ստեր են տարածվել կապված նրա հետ իբր ես իմ ընկերների մասին ինչ-որ բաներ եմ խոսում գործընկերների, վարչապետի Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի այլոց ուզում եմ որ News.am-ն էլ ուրիշ շարքում կա ուզում եմ որ դե ասացի որ մի քանի լրատվականներ ձեր հոդվածը դուք կմեջբերեք ես էլ գնահատականը կտամ Ես էլ ձեզ ասում եմ, ձեր հոդվածը կոնկրետ ձեր հոդվածը դուք կմեջբերեք, ես էլ ձեր գնահատականը կտամ ձեր գրածի։ Ուզում եմ, որ մենք զերծ մնանք նման հերյուրանքներից, այնտեղ նաև գնահատականներ կային իբր թե կանայք են փորձում ազգային ժողովի փոխխոսնակ դառնալ։ Ես ուզում եմ մի փոքրիկ պատմություն ձեզ պատմել սրա հետ կապված։ Ուզում եմ նախ ասել, որ իմ ազգային ժողովի փոխխոսնակ դառնալու հարցը քաղաքական որոշման արդյունք է եւ քվեարկությամբ է ընտրվել երկու մակարդակում առաջինը կուսակցության վարչության մակարդակում երկրորդը խմբակցության մակարդակում եւ խմբակցության մակարդակում քվեարկության արդյունքները դուք գիտեք մյուսինն էլ արդեն գիտեք քանի որ ինձ հնարավորություն է տրվել փոխոսնակի դիրքում ծառայել իմ պետությանը Ուզում եմ ես ձեզ ուղիղ ասել, որ ես մի քանի անգամ վարչության նիստին առաջարկել եմ, որ երկրորդ փոխոսնակը լինի կին։ Խստացվում է վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժը, նախագիծը շտկվել է։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել քրեական օրենսգրքում փոփոխություն եւ ռազմական ոստիկանության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է հստակեցնել վարժական համայնքներից խուսափելու համար նախատեսված պատասխանատվության դրսևորման ձևերը։ Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն եղել, կատարվել են խմբագրական շտկումներ։ Առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը եւ խստացնել մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը։ Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլև հայտնաբերելիս եւ բացահայտելիս։ Ռազմական ոստիկանության իրավասությունը վերապահում աջակցել զինվորական կոմիսարիատներին, քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում, ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթն իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա, վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը նշված վայրեր, անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններին մասնակցելու համար։ Իսկ այս ընթացքում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել։ Քաղաքացիները պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սովորաբար իմպիչմենտը ունի երկու ատրիբուտ՝ քաղաքական եւ իրավական։ Քաղաքականը դրսևորվում է իր հերթին երկու
ոլորտում առաջինը խորհրդարանական մակարդակում քաղաքական կոալիցիաների կամ քաղաքական փոքր ժամանակավոր թեկուզ դաշինքների կոնկրետ գործողությունների ուղղված այդ ձևով եւ երկրորդը փողոցի մոբիլիզացիայով։ Եվ բնականաբար իրավական գործընթացը, որը սահմանադրական բոլոր նորմերը հաշվի առնելով խաղաղ իշխանափոխության պիտի հանգեցնի։ Նման լսումները խորհրդարանական նախատեսված ընտրությունից մոտ 9 ամիս առաջ նշանակելը կարծում եմ 3 առումով շատ կարևոր նշանակություն ունի, առաջին հերթին քարոզչական դաշտում, երկրորդ իրավաքաղաքական մեխանիզմների ճշգրտման առումով, որը կարծում եմ որպես հանրային լսումներին մասնակցող նաև տարբեր փորձագետներ, քաղաքագետներ, միջազգային փորձի, միջազգային իրավունքի մասնագետներ, նաև այդ միտքը այլ երկրների փորձը բերելով այստեղ եւ հասանել դարձնելով քաղաքական ուժերին, գուցե նպաստեն, որ ի վերջո խորհրդարանում երկու ընդդիմադիր գլխավոր ուժերը ունենան այն հանձնառությունը իրար հետ նստելու, սեղանին դնելու բոլոր հարցերը եւ կոնկրետ օրակարգի շուրջ առաջ շարժվելու առումով։ Ինչ սպասելիք ունեմ, որպես այդպիսին սրանով չի պայմանավորվելու բնականաբար իշխանապողության կամ իմպիչմենտի գործընթացը, բայց սա շատ լուրջ խթան կարող է հանդիսանալ, եթե մենք բոլորս հակաիշխանական դաշտում գտնվող բոլոր ուժերը կարողանան իրապես վեր կանգնել ամբիցիաներից եւ իրապես կարողանան ռեսուրսները մեկտեղել եւ դաշինք կնքել սեփական ամբիցիաների հետ։ Ես դա համարում եմ տեխնիկական բնույթի տարաձայնություն, ոչ թե գաղափարական, եւ կարծում եմ, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ գաղափարական միաբանություն ունեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, իսկ փաստաթղթի տակ կլինի ստորագրություն, նոր կսկսվի իմպիչմենտի գործընթացը, թե վճռական փուլում բոլոր ստորագրությունները կհավաքեն, դրանք տեխնիկական բնույթի հարցեր են։ Ես կարծում եմ իմպիչմենտի օրակարգը քաղաքական այն գործիքակազմն է, որը բնորոշ է պարլամենտարիզմով ղեկավարվող, կառավարվող երկրներին եւ քաղաքական գործիքակազմերից պարտադիր պիտի օգտվել անկախ դրա արդյունքներից, անկախ դրանից ով ինչքանով եւ ինչ չափով է ներգրավված, ես կարծում եմ, որ սրանք այն պրոցեսներն են, որոնք պարտադիր են, որ վաղը մյուս օրը նաև հասկանալի լինի հասարակական կոնսոլիդացիան, նաև հասկանալի լինի քաղաքական ուժերի տրամադրվածությունները, որովհետև եթե այլ գործիքակազմեր չկիրառվեն, չգործեն, ապա ապագա խորհրդարանական ընտրությունների համար գոնե հասկանալի կլինի բոլորի դիրքորոշումը, բոլորի դիրքավորումը։ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Սուրենի Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր գրավոր դիմումի հիման վրա։ Քննչական կոմիտեի նախագահը ստորագրել է մեկ այլ հրաման, որով վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է վարչության պետի տեղակալ Արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Ղազարյանին մինչև հաստիքի համալրումը։ Առավոտյան Արմավիրի մարզում բախվել են Մերսեդես մակնիշի մեքենան ու մարդատար գազելը։ Բախման հետևանքով գազելը կողաշրջվել եւ մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ մարզում ավտովթարի պատճառով հոսպիտալացված 10 անձից 3-ի վիճակը միջին ծանրության է։ Նրանցից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ին է միջին ծանրության։ Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտություններ, ծանր դեպք չկա, հայտնել են նախարարությունից։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականից ի վեր առաջին անգամ Սպիտակ տանը հյուրընկալել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիպ Էրդողանին։ Օվալաձև գրասենյակում կարճատև մամուլի ասուլիսի ժամանակ երկու առաջնորդները լրագրողներին նախնական տեղեկություններ էին տվել այն հարցերի մասին, որոնք նրանք քննարկեցին փակ դռների ետևում, այդ թվում ռազմական տեխնիկայի վաճառքի, առևտրի եւ համաշխարհային հակամարտությունների վերաբերյալ։ Թեև Թրամփը պահպանել էր բարեկամական հարաբերությունները Էրդողանի հետ իր երկրորդ ժամկետի ընթացքում, վերջին տարիներին երկու երկրների միջև կապերը լարվածության էին ենթարկվել, մասնավորապես Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև շարունակական առևտրի հետևանքով։ Հանդիպմանը հաջորդել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջև ռազմավարական, քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։
Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային ֆորումում։ Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ատոմակայանների նախագծեր։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը, նշել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը ֆորումում նաև հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Ռուսաստանը կգործարկի փակ վառելիքի ցիկլով միջուկային էներգիայի համակարգ։ Պուտինը ատոմային էներգետիկայի օբյեկտների միջուկային անվտանգության ապահովումը համարել է երկրի համար առաջնահերթություն։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ Լոնդոնը ցանկանում է անցնել շարիաթի օրենքների, անվանել է ծիծաղելի անհեթեթություն։ Վարչապետը նաև պաշտպանել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին, որին ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ում իր ելույթում անվանել էր սարսափելի քաղաքապետ։ Դուք տեսաք անցյալ շաբաթ պետական այցի ժամանակ, որ կան շատ բաներ, որոնց շուրջ մենք համաձայն ենք նախագահի հետ եւ մենք աշխատում ենք միասին։ Կան նաև որոշ հարցեր, որոնցում մենք համակարծիք չենք, եւ այնինչ նախագահն ասաց քաղաքապետի մասին, ով իսկապես լավ աշխատանք է կատարում լուրջ հանցագործությունների դեմ պայքարում, այնինչ նա ասաց շարիաթի օրենքների ներդրման մասին, ծիծաղելի անհեթեթություն էր, ասել է Սթարմերը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև հայտնել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախագահի այն պնդման հետ, որ եվրոպական երկրները գնում են դեպի դժոխք։ Իսրայելը Սիրիայի հետ բանակցություններում ակնկալում է երկրի հարավ-արևմտյան շրջանների ապառազմականացում, ինչպես նաև տեղի դրուզների համայնքների համար անվտանգության ապահովման միջոցներ։ Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Բանակցություններ են ընթանում Սիրիայի հետ։ Դրանց ավարտը կախված է Իսրայելի շահերի ապահովումից, ինչի ի թիվս այլ հարցերի ներառում է Սիրիայի հարավ-արևմտյան հատվածի ապառազմականացումը եւ Սիրիայում դրուզների անվտանգության երաշխիքները, ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ Աշ-Շարան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հայտնել էր, որ երկու հարևան երկրները կարող են պայմանավորվել անվտանգության միջոցների շուրջ, սակայն ցանկացած դեպքում Իսրայելը պետք է հեռանա Սիրիայի տարածքից։ Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտնել է, որ Համաս շարժմանը ոչ մի պարագայում մոտ չեն թողնի պաղեստինյան պետության կառավարմանը։ Համասը եւ մյուս խմբավորումները պետք է իրենց զենքերը հանձնեն Պաղեստինի ազգային վարչակազմին, միասնական պետություն, միասնական օրենսդրություն եւ միայն անվտանգության պետական ուժեր ստեղծելու գործընթացի շրջանակներում, վստահեցրել է Աբասը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ուղղված տեսաուղերձում։ Նրա պնդմամբ Գազայի հատվածը պաղեստինյան պետության մաս է կազմում։ Մենք պատրաստ ենք լիարժեք պատասխանատվություն կրել շրջանի կառավարման եւ անվտանգության ապահովման համար, հավելել է Մահմուդ Աբասը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Թիմն առաջինը տարածաշրջանում կանջատի 2 ջին փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով, գործում է նոր հեռախոսահամարի տրամադրման հատուկ ծրագիրը, ավելին տեսանյութում։ Թիմ Տելեկոմ Արմենիան հայտարարում է բջջային ցանցի օպտիմալացման եւ արդիականացման նոր լայնածավալ նախագծի մեկնարկի մասին։ Նախագծի նպատակն է էապես բարձրացնել կապի որակը եւ թվային անվտանգությունը Հայաստանի ողջ տարածքում։ Երկրորդ սերնդի բջջային ցանցը, որը Հայաստանում գործարկվել էր դեռևս 1995 թվականին, այլևս ժամանակակից պահանջներին չի համապատասխանում։ Այս մասին հայտարարեց Թիմ Տելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Իրականում սա ոչ թե միայն անջատում է, այլ մի շարք ռազմավարական փոփոխություններ եւ մեր երկրի եւ կապի ոլորտում, որովհետեւ 2G ցանցի օգտագործած այն ռեսուրսները, որ այսօր օգտագործում են ռադիոհաճախականային, էլեկտրոէներգիայի, տարածքային եւ մի շարք այլ ռեսուրսներ եւ մարդկային ռեսուրսը, որը սպասարկում է այդ ցանցը, ամբողջությամբ անջատումից հետո փոխակերպվելու է 4G եւ 5G տեխնոլոգիաների մեջ։ 2G ցանցի անջատման արդյունքում ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ծրագրային ռեսուրսները թույլ կտան կարճ ժամանակում էապես ընդլայնել 4G եւ 5G ծածկույթները ամբողջ Հայաստանում, այդ թվում հեռավոր բնակավայրերում։ Դրա շնորհիվ բաժանորդներին կտրամադրվի բջջային կապի եւ ինտերնետի ավելի հուսալի ու արագ հասանելիություն։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ անվտանգության տեսանկյունից այս քայլը շատ կարևոր եւ ողջունելի է, քանի որ 2G ցանցը համարվում է խոցելի եւ չի ապահովում անհրաժեշտ պաշտպանվածություն։ 2G-ն երբ որ զարգացել է, այդ ժամանակ անվտանգության հարցերը բացարձակ ոչ ոքի չէր հետաքրքրում, այն ժամանակ հակերները դեռ շատ փոքր էին, քիչ էին, մարդկանց չէին զզվացնում, պետությունները իրար չէին լրտեսում։ Փորձագետը հավելեց նաև, որ 2G ցանցի միջոցով հնարավոր էր անգամ կարդալ հաղորդագրություններ եւ գաղտնալսել հեռախոսազանգեր։ Մարդիկ երբ որ խոսում են 2G-ով, սահմանից այն կողմ այդ ամեն ինչը շատ հեշտ վերցվում է օդով եւ լսվում է ու դա նշանակում է ոչ միայն որ օրինակ հեռախոսազանգերն են լսվում։ Դա նաեւ նշանակում է որ ճանապարհին SMS-ներն են կարողանում կարդալ։ Ծառայությունների անխափան հասանելիությունը ապահովելու նպատակով ընկերությունը այն բաժանորդներին, ովքեր վերջին 3 ամիսների ընթացքում օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, հնարավորություն կձեռնի ստանալու նոր տեխնոլոգիաներով աշխատող բջջային սարքեր։ Եվ եղանակ հանրապետության տարածքում վաղը կեսօրից հետո եւ գիշերն առանձին հատվածներում սպասվում է անձրև։ Երևանում մինչև սեպտեմբերի 29-ն եղանակը կլինի առանց ստեղումների։ Այսքանն այս ժամի համար դուք դիտում եք update լրատվականը, հիշեցնեմ թողարկումից վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օրեր։